Ադրբեջանը խաղաղության չի գնացել եւ չի գնում։ Որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնի, խափի, թմրեցնի, ասի, որ վերջ, ամեն ինչ վերջացել է, կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են ջենտլմենական համաձայնության, փոխադարձ տարածքների նկատմամբ որևէ հավակնություններ չունեն, ճանապարհների ապաշրջափակումը տեղի ունենալու ինքնիշխանության պահպանությամբ, այդ ամեն ինչը սուտ է, տեքստի հայտարարության մասին, համաձայնեցման մասին հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության, չակերտավոր խաղաղության համաձայնագիրը կնքելու նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Դրան կհետևի գերիների ներողություն, այսպես կոչված պատերազմական հանցագործների վերադարձի պահանջը, դրան կհետևի ինչ-որ 350,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Սա է Ադրբեջանը բացարձակապես որևէ մտադրություն չունի խաղաղության համաձայնագիր կնքելու, Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու։ Պարոն Խաչատրյան, երբ այսպես հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը պատրաստ է եւ այլն, Հայաստանի վարչապետը նախ շտապեց զանգել Ռուսաստանի նախագահին, հետո Իրանի նախագահին եւ երեք նաեւ Մակրոնին զանգեց։ Ես ամեն դեպքում դրախոսում չեմ տեսել, որ Ադրբեջանի նախագահն էլ այսպես շատ ողջավորված տեղեկացնի բոլորին, որ այդ պայմանագիրը վերջապես գլուխ է եկել։ Ինչով է պայմանավորում սա։ Նախ առաջինը հենց Ռուսաստանի նախագահային զանգը, որտեղ գիտենք մինչ այս բանակցությունները անգամ Արցախի հարցում Հայաստանը ավելի շատ այս արևմտյան հարթակում էր փորձում հարցերը կարգավորել։ Ինչով է սա պայմանավորված։ Դե հիշեցնեմ, որ երբ Եվրամիության անդամակցության պսևդո օրենքը առաջին ընթերցման անցավ խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը զանգարել էր Պուտինին եւ ներկայացրել այդ օրենքը։ Կարծում եմ ինքն էլ է հասկանում, որ Արևմուտքը հիմա ունի լրիվ այլ առաջնահերթություններ։ Տեսեք, Բայդենի ադմինիստրացիայի վերջի օրերին այս իշխանությունները Արադ Միրզոյանը եւ Էնթոնի Բլինքենը փաստաթուղթ ստորագրեցին, բայց օրինակ Ուիտքոֆը, որը ժամանել էր Մոսկվա, եկավ Բաքու, Հայաստան այդպես էլ չեկավ։ Իրենք էլ են հասկանում, որ Արևմուտքը մի քիչ այլ առաջնահերթություններ ունի հիմա։ Եվրոպան ինքն է փորձում իր անվտանգային հարցերը լուծել ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականության լույսի ներքո, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև որոշակի լրձեցում է տեղ ունենում եւ ստեղ էլ եմ ասում Հայաստանը ինչքան էլ գործի իրեն պատռի, օգտագործելով Արադ Միրզոյանի օգտագործած եզուիթը, որ որևէ հարցում չմեղադրի, կարծեմ Եվրոպան գոնե եւ Միացյալ Նահանգները, այսինքն հավաքական արևմուտքը դեռևս այլ կամ հիմա այլ առաջնահերթություններ ունեն։ Այսինքն տպավորություն է, որ այս պահին ինչ-որ միջնորդ է անհրաժեշտ այս խաղաղության պայմանագրի, եթե անգամ ստորագրվի կետերի իրականացման կամ խաղաղության ապահովման, այսպիսի տպավորություն կա։ Տպավորությունն այն է, որ Հայաստանը պահանջեր միջնորդավորված բանակցություններ, որովհետև այդ բանակցող կողմերի միջև բանակցային ուժերը տարբեր են, պետք է միջնորդ, որպեսզի բալանսավորի այդ տարբերությունները եւ նաեւ ինչ-որ չափով հանդես գա որպես բանակցությունների արդյունքում ձեռք բերված բանվարվածությունների իրականացման երաշխավոր, բայց Ալիևը արգելել է, թույլ չի տալի միջնորդների, դե Փաշինյանը ինքն չեն կարող Ադրբեջանի խոսքը չի, հրամաններին, հրահանգներին չի ենթարկվել։ Այս տրամաբանությունն այն է, որ պետք է ճիշտ անել, որ լինեին միջնորդներ։ Խաչատրյան, իշխանական թևից ասում են, որ խաղաղության պայմանագրի տեքստը լավ բանակցված է, հետևաբար Ադրբեջանը այս տեղեկատվական սադրանքների միջոցով փորձում է հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ինչ առիթ կա այս պահին Ադրբեջանը նման քայլի գնալով։ Արդյոք դուք տեսնում եք, որ հնարավոր է այսպես հող է պատրաստվում, նախապատրաստում ռազմական գործողությունների կամ էսկալացիայի, թե սա ճնշում է ատենցիալ պահանջները կատարելու համար։ Վերջից սկսեմ երկուսն էլ։ Այսինքն ինչ նշանակում լավ բանակցված փաստաթուղթ է։ Հայաստանը առաջարկներ է ներկայացնում, Ադրբեջանը ոչ մի առաջարկ չի համաձայնվում, ինքը պահանջներ է ներկայացնում, այս իշխանությունները համաձայնվում են։ Վերջի երկու կետերը, որ մի քանի ամիս ձգվում էին,
Հայաստանը համաձայնվեց հանկարծ։ Այսինքն եթե այդքան լավ բաներ Ադրբեջանը առաջարկում, բան չի են երկարաձգում, դու վազելով միանգամից համաձայնվեին, էլի։ Այսինքն կսկծու փառքաստու, հա, ի՞նչ է դա նշանակում։ Սա խայտարակ թուղթ է, Ադրբեջանի բոլոր պահանջները մեջն են, Հայաստանի որևէ խնդրանք, աղերս, աղաչանք, պաղատանք հաշվի առնված չի։ 4 ժամ Մարատ Միրզոյանը ուրբաթ առավոտյան 4-րդ հարկում էր։ 4 ժամ։ Բազմաթիվ անգամ հարցեր տվեցինք, լավ, մի կետ նշի, որ Հայաստանը առաջադրել է, մի կետ, որի հետ Ադրբեջանը համաձայնվել է։ Այդ դեպքում ոգևորությունը իշխանությունների Որովհետև այս իշխանությունները, մի խնդիր ունեն։ Ցույց տալ, որ իրենք հաջողացել են ապահովել իրենց նախընտրական առաջարկը, խոստումը։ Իսկ իրանք ինչ էին առաջարկը, ինչ են խոստացել։ Խոստացել են խաղաղություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանին պետքա թղթի կտոր, մի հատ թղթի կտոր, որի վրա ուղղակի այդ խաղաղություն բառը լինի, որ գնա ընտրությունների ասի ժողովուրդ, ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Ճիշտ այնպես, ինչպես արեց Չեմբերլենը, որը աշխարհի վրա որի սխալ քաղաքականության արդյունքում աշխարհը ամենամեծ պատերազմի մեջ մտավ։ Հիմա մենք իհարկե այդպես ակնկալիքներ չունենք, բայց Նիկոլ Փաշինյանի այդ սխալի պատճառով դրա անդրադառնալով ձեր հարցի վերջին, այո, Հայաստանը կանգնելու է նոր եւ ավելի աղետալի պատերազմի առաջ։ Դա բաց ներողություն, բացառապես ներքաղաքական խնդիր է։ Եվ Ադրբեջան հայտարարությունը, Ադրբեջանի հայտարարությունը, որ նախապայման է սահմանադրության փոփոխություն, այնուհետև առնվազն 2 պահանջ էլի կներկայացնեն։ Այսպես կոչված ապառազմականացումը 4-րդն է։ Գրակոչները հետ են ինքը ցույց է տալիս, որ չես սանով չես բրծել։ Ու դեռ պետք է տաս սա։ Այս իշխանությունները ստեղծված իրավիճակների համար adekvat լուծումներ չունեն։ Որևէ լուծում չունեն։ Տալ, լավ ինչքան տալ։ Որն է Ադրբեջանի կարմիր գիծը։ Լավ, իրան գնացել են անվերապահ կապիտուլյացիայի այս իշխանությունները։ Նույնիսկ չկա էլ էլի լավ էլ կարմիր գիծը էլ որն է։